Եկեք այսօր միասին հասկանանք, թե մոտավորապես ինչքան հզորությամբ ֆոտովոլտային կայանը ձեզ անհրաժեշտ է։ Ենթադրենք, ամսական էլեկտրոէներգիայի համար դուք վճարում եք 20000 դրամ։ Այստեղ օրինակով 20000 դրամա վերցած, բայց դուք կարող եք արդեն ձեր միջինը վերցնել։ Այս միջին ամսական ծախսը բազմապատկում եք 12 ամիսների թվով ու ստանում եք 240000 դրամ։ Դա լինում է տարեկան միջին ծախսը էլեկտրոէներգիայի։ Ստացված թիվն էլ բաժանում ենք 50 դրամի, 50 դրամը դա էլեկտրոցանցի 1 կիլովատի համար սահմանված սակագինն է միջին։ Ես ստանում ենք 4800 կիլովատ, այսինքն 4800 կիլովատա պետք 20000 դրամ միջին ծախս ունեցող էլեկտրոէներգիայի միջին ծախս ունեցող ընտանիք։ Հայաստանի Հանրապետությունում 1 կիլովատ արևային ֆոտովոլտային կայանը տարեկան արտադրում է միջինացված 1400 կիլովատ-ժամ էլեկտրոէներգիա։ Այսինքն տարեկան ծախսը, որը որ հաշվարկեցինք 4800 կիլովատը, բաժանում ենք 1400-ի, դա արտադրողականության միջինացված ցանիչն է, եւ ստանում ենք թե ինչքան դրվածքային հզորությամբ կայանը ձեզ անհրաժեշտ։ Այս դեպքում ստացվեց 3.43 կիլովատ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Այս հաշվարկով ստանում եք ձեզ անհրաժեշտ արևային ֆոտովոլտային կայանի նվազագույն հզորությունը։ Սակայն հաշվի առնելով, որ ծախսերը կարող են հետագայում ավելանալ, ձեզ խորհուրդ ենք տալիս մի փոքր ավել տեղադրել։